Պարզանդենյան երեք ազգային ժողովում լրագրողները փորձեցին ակցիա իրականացնել, իրենց դժգոհությունը արտահայտել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարկագծի վերաբերյալ, դրանից հետո տեսանք, թե ինչ եղավ, ինչպես ՊՊՑ աշխատողները հարձակվեցին լրագրողների վրա, պաստառը խլեցին քաշքշելով, եւ զուգահեռներ անցկացվեց այդ թվում նաեւ իմ կողմից տարիներ առաջ ազգային ժողովում նույն ակցիայի, երբ լրագրողներն ակցիա իրականացրեցին, որի մեջ դուք էիք, եւ այդ ժամանակ ձեր հանդեպ ոչ բռնություն իրականացվեց, ոչ ձեր պաստառը խլեցին, ընդ որում տարբերությունը նաեւ նրանում է, որ դուք հենց նիստերի դահլիճում եք իրականացնում, իսկ լրագրողները օթյակում, որը նախատեսված է այնտեղ իրենց գործունեությունը իրականացնելու համար։ Ես նախ ուզում եմ ասեմ, որ երեք երբ ավելի ուշ տեսա, թե ինչ է տեղի ունեցել օթյակում, ինձ համար դա տհաճ էր եւ ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել։ Ես հասկանում եմ, որ պետական պահպանության ծառայությունը գործել է իր լիազորությունների շրջանակներում, հաշվի առնելով նաեւ, որ կառավարությունը ողջ կազմով ներկա էր նիստերի դահլիճում եւ ենթադրաբար վստահ եմ, որ գործել են կանոնակարգերի սահմաններում, որը կա, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ռեակցիան ավելիներ կամ պետք է լիներ, եւ եթե իմ կողմից ներողությունը իմ լրագրող գործընկերներին բավարար է այս իրավիճակը շտկելու համար, ես պատրաստ եմ ներողություն խնդրել ձեզնից այս իրավիճակի համար, եւ նաեւ գիտեք, որ ազգային ժողովի նախագահն է այսօր նաեւ անդրադարձել այս թեմային։ Ես կարծում եմ, որ որևէ արտառոց բան չկա, որ լրագրողները ակցիա են իրականացնում եւ որոշ հարցեր են բարձրաձայնում նման կերպ, այս անգամ ձեր գործընկերոջ իրավունքները պաշտպանելու տեսանկյունից 2013 թվականին մենք փորձում ենք Հայաստանի անկախություն եւ ինքնիշխանությունը պաշտպանել մեր գործողությամբ։ Այո, դուք ճիշտ եք, այն ժամանակ մեզ որևէ մեկը դուրս չհրավիրեց նիստերի դահլիճին եւ մենք իրականացրեցինք ակցիան, բայց ես կարծում եմ միայն այս դրվագով դատել ժողովրդավարության մակարդակի եւ տարբերությունների մասին մի քիչ սխալ է եւ ես տեսել եմ այդ բոլոր գրառումները, որոնք ինձ նշում էին երեք եւ չեմ արձագանքել երեք, բայց կերազեի ինձ այն ժամանակ դահլիճից դուրս հանեին, բայց օրինակ դահլիճում նստածները ընտրված լինեին այնպես, ինչպես ես եմ ընտրվել, կամ կուզեի իմ դահլիճում նստածների գույքի եւ ֆինանսական միջոցների ծագման աղբյուրները նույնը լինեին, ինչպիսին իմն է, կամ եւ նման այլ շատ բաներ կարող եմ ասել։ Ես կարծում եմ, որ ավտոմատ ընտրվել է, բայց ժողովրդավարական ես անձամբ մասի չեմ խոսում, ես թրությունների որակի մասին եմ խոսում ու այդ դրվագով միայն ժողովրդավարության մասին դատելը կարծում եմ ճիշտ չէ, բայց ինչ-որ տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ ձեր խմբակցության առանձին պատգամավորների կողմից եղել են հարձակումներ, թիրախավորումներ, հեռախոս խլելու փորձից մինչև վիրավորանքներ, ես կարծում եմ այնքան ազատ այդ թվում եւ լրագրողների անձնական կյանքի վերաբերող երեխաներին, հիմա դուք ասում եք, որ ես կարծում եմ այնքան ազատ միջավայրում, որ ինչպիսին այսօր է երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել։ Որևէ մեկը ես միջադեպի մասին արդեն խոսեցի եւ ասեցի, որ դա թաբելը միջադեպ էր եւ որով հնարավոր չէ դատել խոսքի ազատության, մամուլի ազատության կամ ընդհանրապես ժողովրդավարության մակարդակի մասին Հայաստանում, այնուամենայնիվ լրագրողները այսօր Հայաստանում վրա երթի չեն ենթարկվում, այսօր լրագրող բանտարկյաններ չունենք, մենք Հայաստանի բանտերում եւ նաեւ այս ժամանակ լրատվական մթնոլորտը միջավայրը եւ այն ովքեր որ տիրապետում են լրատվամիջոցներին բոլորովին այլ են եւ այլ մարդիկ են։ Չէ, դուք հիմա ձեր անունից խնդրում եմ, էլի, ասեք հիմա դուք ասում եք վրա երթի չէ ենթարկում ավելի ազատ է։ Ես հիշել մի դրվագ, երբ որ դուք լրագրող եք եղել, ձեր գործունեությունը, օրինակ իմ գործունեությունը խոչընդոտվել է, ես դրա օրինակը կարող եմ բերել։ Անձամբ ես ներկայացնել եմ լրատվամիջոց, որի նստարանը շատ փոքր չի եղել եւ նոր լրատվամիջոց էր եւ մենք աշխատում էինք, փորձում էինք հնարավոր սահմաններում ազատ
լրատվություն մատուցել, բայց նաև պիտի հաշվի առնենք, թե լրատվական դաշտի ինչ մոնոպոլիայի հետ ենթարկված են ժամանակ եւ պիտի խոստովանեմ, որ այդ մոնոպոլիան հեղափոխությունից հետո այդքան էլ չփոխվեց, ուղղակի հիմա դիվանի մոնոպոլիա կա լրատվական դաշտում։ Ես կուզեի անդրադառնայինք նաև արտաքին քաղաքական քանի հարցերի, նախ առաջարկել էիք ադրբեջանցի ձեր գործընկերոջ հետ հանդիպում այդ պայմանագրի շուրջ քննարկումների եւ խաղաղության ամրապնդող քայլերը այսպես բանանելու համար, շարունակական դարձնելու համար, կա արձագանք, կարող է հնարավոր է հանդիպում լինի, սրան արձագանքեք եւս մի հարցեր։ Դա հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է տեքստը եւ պետք է արդեն բանակցություններ գնան ստորագրման վայրի, տեղի եւ հետագա գործընթացների մասին, որոնց հետևելու է նաեւ ավելացված գործընթաց խորհրդաններն։ Ես պատահամարեցի, որ այս հարցերի շուրջ եւ ոչ միայն այս հարցերի շուրջ խոսել Ադրբեջանի պատգամավորների հետ, որովհետեւ վերջում մենք պետք է սկսենք միմյանց հետ եւ այս առաջարկ ուղարկեցի, մինչեւ այս պահը արձագանք չկա եւ ես հույս ունեմ, որ դրական արձագանք կլինի, այնուամենայնիվ դեռ որևէ ազդակ չկա։ Հրապարակային պատրաստ եք գնալ Բաքու, այնտեղ հանդիպել։ Ես եթե հիշում եք իմ նամակի վերջում, իմ գրառման վերջում նշել էի, որ պատրաստ ենք օրինակ հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի որևէ տեղանքում։ Պարոն Խանդանյան, դուք այդ հրապարակային գրառման թե նաև ուղարկել եք պաշտոնական նամակ եմ ուղարկել։ Հա, եւ երեք կրկին Ադրբեջանից անդրադարձել են խաղաղության համաձայնագրին իրենց ներկայացուցիչների մասին եւ ասել են հայկական կողմը պետք է, այսինքն պետք է արագացնել հաստատել ստորագրումը եւ Հայաստանը պետք է դրանով փոխի սահմանադրությունը, որպեսզի ստորագրման այդ շանսը բաց չթողնվի։ Պարոն Խանդանյան, հնարավոր է եւ վերջո Հայաստանը սահմանադրական փոփոխությունները արագացնի, որ այդ հաստատությունը ստորագրվի։ Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ եւ վայր եւ համաձայնեցնի մեզ հետ եւ դա ստորագրվի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ, որ նախ եթե նույնիսկ Հայաստանի սահմանադրության մեջ լիներ որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, ինչը չկա, բայց նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ լուծում է այդ հարցը եւ մենք ենք, որ Ադրբեջանին ասում ենք, որ պետք է օր առաջ արագացնել եւ ստորագրել խաղաղության։ Այսինքն, պարոն Խանդանյան, սահմանադրության փոփոխության մասին ներս այս քննարկումները որ կան, որ լինելու է 27-ին ամենայն հավանականությամբ հանրակրվեն, սրա մասով ոչինչ չի փոխվի, այսինքն մենք չենք արագացնի մայր օրենքի փոփոխությունը։ Սա Հայաստանի ներքին հարցն է, Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքական ուժը գտնում է, որ անհրաժեշտություն կա նոր սահմանադրություն ընդունելու, բայց այդ սահմանադրության ընդունումը որևէ կապ չունի խաղաղության պայմանագրի բովանդակությամբ։ Որ սահմանադրությունը պիտի համապատասխանի տարածաշրջանային չափորոշիչներին, դա ինչ է։ Սահմանադրությունը նաեւ պետք է բոլոր չափորոշիչներին պետք է համապատասխանի Հայաստանի դերի, տեղի, ներքին եւ արտաքին հարաբերությունների համատեքստում, բայց կրկին ես այս երկու հարցերը չեմ ուզում խաչել իրար, ինչքան էլ որ դրանք երկուսն էլ վերաբերում են սահմանադրությանը։ Պարոն Խանդանյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ Հայաստանը ամեն դեպքում սահմանադրության փոփոխությունը արագացնելու օրակարգ պայմանագրի ստորագրման համար չի քննարկելու։ Չէ, նման հարց չի քննարկվում։ Ինչպես ասել ենք, որ ակնկալվում է, որ սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի մինչև 26 թվականի եւ քանի որ օրենքը թույլ չի տալիս նաեւ սահմանադրական փոփոխություններ իրականացնել ընտրությունների հետ միասին, հավանաբար դրանից հետո երբ դա հայտնի չէ իհարկե, որովհետեւ նաեւ սահմանադրության նոր տեքստը պետք է ազգային ժողովը քննարկի։ Պարոն Խանդանյան, ինչ է կարծում, դա սպառնալիք է, ինչ է, երբ որ Բաքուն ասում է, որ պայմանագրի ստորագրման պետք է արագացնել այդ շանսը բաց չթողնելու համար, սա ինչպես կգնահատեք։ Ես կարծում եմ հերթական միջոցն է ձևակերպելու ձգձգման քաղաքականությունը, առնվազն ձգձգման քաղաքականությունը Ադրբեջանի կողմից։
Գերիների բանականաբար ստորագրելու։ Գերիների մասով կան երաշխիքներ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո գերիները կվերադարձվեն, այսինքն ադրբեջանական կողմից ստացել եք որևէ հավաստիացում սրա հետ կապված։ Ինչի մասին երեկ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ամբիոնից հայտարարեց։ Ես լսել եմ ինչ ասել վարչապետը եւ խոսքը ոչ թե ստացած հավաստիացման մասին էր, այլ որ այս բանակցությունները եւ այս խաղաղության գործընթացը իր բովանդակությամբ եւ ընթացքով շատ լավ միջոց է այդ հարցը լուծելու համար բայց նաեւ դա չի նշանակում, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը մնացած բոլոր դիվանագիտական գործիքական կազմը օգտագործում է այդ հարցը լուծելու համար եւ դրա ժամկետները անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից, որովհետեւ մենք կարծում ենք, որ գերիները պետք է հիմա վերադարձվեն։ Եվ պարոն Խանդանյան, երեք վարչապետը, երբ որ խոսեց էլի այդ բանավեճերի մասին եւ այլն, ասաց, որ գնահատականներ նորից հնչեցրեց եւ այնտեղ կոշտ արձագանք եղավ նաև այդ բանավեճից հրաժարվելու նախկին նախագահների որոշմանը եւ դրան ի պատասխան կրկին ասում են թող հրապարակի 2019 թվականի բանակցային փաստաթուղթը, որ եղել է Փաշինյանի սեղանին։ Ինչու չի հրապարակում ի վերջո վարչապետը այդ փաստաթուղթը, որը հենց իրենն է փոխանցվել։ Ես կարծում եմ այդ փաստաթղթերի հրապարակման հարցը քննարկվել է եւ դրա նպատակահարմարության հարցը նաև հրապարակային ասել որ արտոնախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել։ Ես կարծում եմ, որ դա պետք է փաթեթով արվի, եթե դա արվի եւ եթե դա չի խանգարի այսօրվա բանակցային գործընթացին, ես չեմ կարող այդ գնահատականը տալ հիմա։ Բայց ես կարծում եմ, որ բոլոր իմ տրամաբանությամբ, երբ որ մեկը հրապարակվի, պետք է բոլորը միաժամանակ հրապարակվեն, սկսած 94 Այսինքն այս գույքագրման process-ը դեռ չի ավարտվել, տեղեկություն չունեմ։